պարոն Գոնջորյան, ձեր թիմին մեղադրում են ուղիղ, ասում են դուք եք հանձնել, այդ բառն էլ ասում են, հանձնել Արցախը, դուք եք կերել մեր երեխեքի գլուխը։ Շատ ներողություն, այս արտահայտությունից ես պայթում եմ, տրակում եմ, որովհետև այդ մարդիկ, որ այդ արտահայտությունը անում են, նախ առաջինը վիրավորում են մեր բոլոր հերոսներին, այդ թվում իմ որդուն, որոնք քաջաբար կռվել են անուն մեր հայրենիքի, անուն մեր պետության, որտեղ որ պետությունը իրենց հանձնարարել է լինել այդ պահին։ Բայց հիմա անդրադառնանք մեղադրանքին։ Իրենք շատ, ես դա վաղուց էի հասկանում, որ գտնելու եմ մի հարմար կերպար եւ դա Նիկոլ Փաշինյանն է, ասենք բարթենք իր վրա ամեն ինչը, այ գիտեք, եթե Նիկոլը չլիներ, մենք լինեինք, մենք համ կպահեինք, համ էլ դեռ մի բան էլ կմեծացնեինք տարածքները։ Ձեզ երբ որ մեղադրում էին, դուք, ես հիշում եմ, սկզբնական շրջանում չէիք հակադարձում։ Եվ ասում եք դե լավ, ասում են։ Մի անգամ էլ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ասեց, այնքան ինձ ասել են դավաճան, արդեն մեկ է իմ համար, ասում եք թե չէ, ես տեղից արձագանքեցի, ասի լավ չի, որ այդպես է, ասեց դե հիմա լավ չի, այդպես է, բայց ես անկեղծ եմ ասում, այս մեծ անարդարությունը ճիշտ չէ լինի հենց սկզբից կանխել ասելով եկեք դե անկեղծ ասենք ինչ ա եղել։ Մարդիկ ախր չգիտեն, չէ՞ որ այն բանակցություններում, երբ որ քննարկվում էր, որևէ անգամ չի եղել, որ երբ ենք ճանաչելու Արցախի անկախությունը, երբ ենք ճանաչելու Արցախի միավորումը Հայաստանին, բայց այնպես էին մատուցում, կարծես բանակցությունները հենց դրա մասին է, որ այ որ օրն է, բայց մեզ որևէ մեկը չէր ասում, ընկերներ, եթե նույնիսկ համանախագահները Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը բերեին մի փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ Կասպից ծովից Լենքորանից միջև Խարվաճար դա Արցախի հանրապետությունն է։ Ադրբեջանը ինչ էր անելու, չէր ճանաչելու, չէ, բայց մասին որևէ մեկը մեզ չէր ասում։ Մեր ժողովուրդը խորը թյուրիմացության մեջ էր, ու այսօր ոմանք ցավալիորեն գիտեմ նաև մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը այնքան հզոր մարդ է, որ միայնակ կարող էր մեր միջազգայինորեն ճանաչված մեր Արցախը վերցնել եւ տալ Ադրբեջանին։